Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել հայտնի երգիչ Անդրեյի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառման վերաբերյալ։ Օհանյանը, որը բաժանվել է երգչից եւ մինչեւ այժմ լռություններ պահպանում, ապրիլի 6-ին Instagram-յան էջում հրապարակել է տեքստ, որով փաստացի մեղադրանքներ է հնչեցրել նախկին ամուսնու հասցեին, նշելով ընտանեկան բռնության եւ հոգեբանական ճնշման մասին։ Նա մասնավորապես գրել է. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով, ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենտլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը, դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել, իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր, նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար, գրել էր Օհանյանը։ Անի Օհանյանի գրառումը փաստացի կարող է դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում։